25 տարվա մեջ չի եղել մի քաղաքապետ, որ Ավինյան Տիգրանի պես Երևանի մշակութային կյանքը, ինչ ասեմ, բան դարձնի, աշխույժ չափազանց եւ հատկապես գնահատել է երաժշտական դպրոցների նկատմամբ իր հոգատարությունը։ Մենք տեսանք, թե ինչպես քաղաքապետարանը նոր թաղամասեր նվաճեց իր մշակութային կենտրոնների ստեղծելով եւ պետք է ասեմ, որ դա չափազանց խրախուսելի, չափազանց արժեքավոր քաղաքական գործունեություն է արվեստի բնագավառում։ Այսօր իսկապես առանձնահատուկ օր է Երևանի մշակութային կյանքում եւ այսօր մենք հավաքվել ենք ոչ միայն ամփոփելու Երևանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ փառատոնի արդյունքները, այլև միասին ականատեսը դառնալու Երևանի մշակութային տարեգրության նոր էջի բացման։ Մեծ ուրախությամբ այսօր հայտարարում եմ Արև Արենա համերգասրահի բացման մասին, որը նոր մշակութային հարթակ է նախատեսված արվեստի, ստեղծագործ մտքի եւ մարդկային շփումների համար։ Այնինչ իրականանում է վերջին 3-4 տարիների ընթացքում Երևան քաղաքում, հնարավոր չէր բառից բուն իմաստով նույնիսկ երազել։ Մենք գիտենք, որ երազանքը դա սահմաններ չունի, բայց նույնիսկ մենք դա չենք կարողանա մեզ թույլ տալ երազելու համար, իսկ այսօր մենք առնչվում ենք այդ երազանքների իրականության հետ։ Եվ ես ուզում եմ, պարոն քաղաքապետ, ձեզ գուցե եւ շատ պարզ, բայց շատ կարևոր խոսք ասել։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, այս ամենի համար։ Սա շատ հիշարժան էջ է դառնում երեխաների մանկությունից, որ ամբողջ կյանքում նրանց պետք է ոգևորի, տաքացնի եւ օգնի լույս լինել աշխարհի համար։ Կավայի դաշնամուրի ուրեմն բացման արարողության ելույթ ունեցա, կատարեցի, բացումն արեցի այս գեղեցիկ դաշնամուրի, շատ խորհրդանշական օր էր եւ իհարկե սա մեծ տոն է Երևանի համար, որովհետեւ մեջտեղում երեխաներն են, իսկ որտեղ երեխաներն են, այնտեղ տոնն է եւ ուրախությունն է։ Տպավորությունը շատ յուրահատուկ է, որովհետեւ առաջին անգամ եմ ասենց բացօթյա նվագում այսպիսի գեղեցիկ միջավայրում, շատ հաճելի էր ու ուղղակի յուրահատուկ էմոցիաներ էր, որ ապրեցի։ Bravo!